Հարգելի հետևորդներ, ուրեմն մենք ՈՒՄԱ-ի, ասպետի և ՀԱԵԿ-ի շրջանակներում որոշել ենք սկսենք այսպիսի պոդքաստ, հրավիրել բոլոր մեր գործարարներին, ովքեր որ ստեղծել են ունիկալ արտադրանք, հրավիրել մեր մոտ և իմանալ, թե ինչպես է եկել այդ գաղափարը, ինչպես է այդ ամեն ինչ ստեղծվել, որովհետև ամեն պրոդուկտ, ամեն ինչ որ դուք մեր մոտ կարող եք տեսնել, ունի պատմություն։ Սա ընդամենը իր չէ, ընդամենը թեյ չէ։ Սա ունի երկար տարիների ապրած հիշողություններ, ունի հետաքրքիր պատմություններ։ Բարև ձեզ, ես Սոնան եմ, արդեն 5 տարի արտադրում եմ ձեռագործ թեյերը, Memories թեյերը, ինչի Memories, որովհետև թեյը ինքը ինձ համար հիշողություն իմ մանկությունից, թեյերը պատրաստվում են մեր հայկական խոտաբույսերից, համադրվելով տարբեր չորացրած մրգերի հետ և յուրաքանչյուր փաթեթիկ դոզավորված է, որ ամեն հաջորդ բաժակը ունենա նույն համը, ինչ որ նախորդն էր։ Ես իմ առաջին մասնագիտությամբ ավարտել եմ մարքեթինգ բիզնեսի ֆակուլտետը, բայց նեղ մասնագիտությունս բարենային ապրանքների փորձաքննություն ու այդ, այսպես ասեմ, ինձ այս ամեն ինչում սենց շատ է էլի օգնում, հա, որովհետև Սոնա ջան, առաջերտին շատ շնորհակալ եմ, որ դուք միացաք մեր ՈՒՄԱ ընտանիքին, որտեղ առաջիններից էիք, ով որ եկավ, լսեց մեր գաղափարը, ընդունեց և համաձայնվեց մտնել մեր ՈՒՄԱ ընտանիք, որովհետև իսկապես յունիկ եք, մոդեռն եք և արմինիան եք, քանի որ ՈՒՄԱ-ն բացում է որպես յունիկ, մոդեռն, արմինիան, ասեմ բոլորի համար, ով որ տեղյակ չի, ու առաջերտին կուզենայի հարցնեի, թե ինչի համաձայնվեցիք։ Նախ ես եմ շնորհակալ այս հրավերի համար և առհասարակ այս հնարավորության համար, որ ներկայանալ նաև այստեղ, այս փոքրիկ գողտրիկ խանութում, համաձայնվեցի, որովհետև ի սկզբանե սենց խոսքը չէ, սիրտս մտակ, դրա համար էլ համաձայնվեցի, ընդհանրապես երկար բարակ շատ եմ մտածում, բայց այս հանդեպքն էր, որ միանգամից ասացի այո։ Ձեզ իմիջիալից մեր Վարդին ասում է մեր Սոնան կյանքի կտորը։ Սենց ասեմ, բոլոր մեր պարտներներին ես ահավոր շատ սիրում եմ, որտեղ ադարհատ ինքս գտել եմ, ինքս համոզել եմ, բացատրել եմ ու ուզեցել եմ, որ մենք այս ճանապարհը միասին անցնենք ու շատ ուրախանում եմ, երբ որ մարդիկ նույնպես ոգեշնչվում են այս ամեն ինչով, հասկանում են, թե ուր ենք մենք միասին գնում ու համաձայնվում են մեր հետ այս ճանապարհը անցնել, բնականաբար։ Ուրեմն հետո ես կուզենայի հարցնեի, թե ոնց եկաք այս գաղափարին, ինչի թեյ, ինչի անունը սենց, ոնց այս ամեն ինչը ստեղծվում։ Երևի մի քիչ շատ հետ գնամ, 19 թվականին ես աշխատում էի դեռ բանկում, որոշակի հանգամանքներից ելնելով այդ պահին այլևս հարմար չէր բանկում աշխատել և դուրս եկա աշխատանքից ու երևի տարի ու կես տենց այսպես ասած անգործ եմ եղել, բայց միշտ ինչ-որ սենց մտածել եմ, թե ինչով կարելի է զբաղվել, բայց այդ պահին, քանի որ ինձ անհրաժեշտ էր լինել ինչ-որ մի միջավայրում և այլն, դժվար էր գտնել նոր գործ, դրա համար որոշեցի գործը այսպես ասած բերել ինձ մոտ ու ինչի թեյ, նախ քանի որ ես պետք է աշխատեի տանից կամ ունենայի իմ սեփական, այսպես ասած, գրաֆիկը, որը ես ինքս կտնօրինեմ, ոչ թե ինին դուրս կգամ ու 6-ին գործս կվերջանա և այլն, փորձեցի հասկանալ, թե ինչ կարելի է արտադրել ու վաճառել առաջնային գործիքը, որ գալիս է փոքր արտադրողի մտքին, Instagram-ն է, Instagram-ով ու այդ ժամանակ, երբ որ սկսեցի պրպտել, թե Instagram-ը հասկանալու համար ինչ կա և այլն, հասկացա, որ ամեն ինչ կա այդ հարթակում, որ վաճառվում է, ասած խմորեղեն, շոկոլադ, չգիտեմ, ջրեր և այլն, բայց 5 տարի առաջ կարող եմ վստահել, որ թեյեր Instagram-ով չէին վաճառվում, կային բազմաթիվ թեյեր, որոնք մաս մարքետում պոլկաներին վաճառվում էին, այդ նույն թեյերը հիմա ձեզ մոտ ոնց որ դրած են, բայց թեյը մատուցել որպես նվեր և առաջարկել Instagram-ի միջոցով, դա ոչ ոք չէր անում ու քանի որ թեյը իմ համար այսպես ասած յուրահատուկ պրոդուկտ է, որովհետև ինքը իմ հետ գալիս է մանկությունից, մեր տունը թեյը դա արարողություն էր,
Դրա համար որոշեցի ոնց որ արտադրել թեյեր։ Իրականում այս գաղափարը, որ իրանք լինեն փաթեթիկների մեջ, ինձ հետագայում արդեն տվեց ամուսինս, իրանք էլի պետքա լինեին այսպես խոտաբույսերով, մրգերով եւ այլն, բայց գաղափար, որ լինեին փաթեթիկների մեջ, այդ պահին իմ մոտ չկար։ Գաղափարը առաջացավ այն ժամանակ, երբ որ ամեն փորձարկումից հետո ես հասկանում էի, որ չէ, նախորդ ավելի համեղ էր, որովհետև իրանք մանրացված չեն, հա, կտորներով են, դրանից ամեն անգամ, չգիտեմ, մի կտոր ավել էր ընկնում, մի կտոր բան եւ համը նույնը չէր ստացվում։ Այդ ժամանակ, այսպես ասած, ամուսինս առաջարկեց, իսկ կարողա ոնց որ փորձես գտնել քո իդեալական համը ու փորձենք պակետիկների մեջ իրանց տեղավորել, ու այդպես ոնց որ մեկս մեկի միտքը լրացնելով ստեղծվեց այն ինչը, որ հիմա կա, որ ինքը ինձ մասնակցում է օգնում է այս գաղափարի շուրջ։ Հա, իրականում ինքը ինձ շատ այս ամեն ինչում շատ է օգնում, որովհետև նույն օրինակ այս ասեմ, որ Հայաստանում փոքր բիզնեսը դա մի հատ հերոսություն է ունենալ Հայաստանում փոքր բիզնես, որովհետև ոչինչ չկա ու սկսած այս պակետիկներից դու պետքա փորձես գտնել դրսից։ Ու չգիտեմ, այդտեղ չինացիների հետ բանակցել եւ այլն, այդ ամեն ինչը ես այսպես ասած delegate եմ արել ամստուս, չորտես բաշխել ենք դերերը։ Ու երբ որ փորձում ես Հայաստանում ստանաս նույնը, կրկնակի ավելի թանկ է այս ամեն ինչ ստացվում, դա էլ մեծ խնդիր։ Ես ձեզ ասեմ ավելին, անգամ հումքը, խոտաբույսերը թվում է թե մեր երկիրը տենց շատ է խոտաբույսեր եւ այլն, հա, էլի շատ է, բան չեմ ասում, բայց գտնել վստահելի գործընկեր, ով տարիներ շարունակ քեզ նույն որակի հումք կբերի, դա շատ դժվար է։ Մենք անկեղծ եմ ասում, երևի այս տարիների ընթացքում իմ համար ամենադժվար բանը դա գյուղացիների հետ աշխատելն է, որտեղ մի տարի մենք ասենց իդեալական հումք են իրանք մեզ տալիս, երկրորդ տարին այդ պարկերի կեսը լինում է ինչ որ ասենց անհասկանալի բան ու այդ ամեն ինչը թափվում է։ Դրա համար երբ որ ինձ ասում են ինչի տեսականին շատ չեք շատացնում եւ այլն, ես այս տարիների ընթացքում փորձել եմ ոչ թե շատացնեմ, ասես տեսականին ինչքան տեսականի ունենք մենք, չէ, փորձել եմ բերել նրան, որ, չգիտեմ, շատ բաներ, օրինակ արդեն երկրորդ տարին է ազնվամորու տերևները չորացնում ենք մենք հատիկ առ հատիկ, չիչխան, ելակ, ազնվամորի բոլոր մրգերը չորացնում ենք մենք հատնտիր հատուկ դեհիդրատատների մեջ, որպես այդ սաղ պահպանվի, ու ես շատ մեծ հույսեր ունեմ, որ հետագայում մնացած բույսերն էլ եթե տեղը ների եւ այլն, էլի կփորձենք չորացնել։ Ամեն ինչը սկսվել է ինձ մոտ այդ թեյի բրենդի անվանումը, այսպես ասած, պրպտելուց, հասկանալուց, թե ինչ է պետք դնել ու memories, այսինքն հիշողություններ, այդ սկզբնական մտածում էի, որ կլինի Armenian memories, քանի որ հայկական խոտաբույսեր են եւ այլն, հետո հասկացա, որ չէ, Armenian-ը մենք հետո կօգտագործենք ու ոնց որ դրեցինք անունը memories ու եթե մեր լոգոյին ուշադիր նայենք, ինքը բաժակ է մարդուկի տեսքով, այս տերևիկը, որ դուրս է գալիս, այդեն տեսած կլինեք մուլտիկներում կամ բան, այն որ սենց վերև իրա հիշողություններն են այդ ու ինքը այդ հիշողությունները տերևիկի տեսքով, որտեղ թեյերը այսպես ասած բնական են, խոտաբույսային են եւ այլն։ Տենց այդ ամեն ինչը նկատել առաջ անգամ եմ հիշողություն դարձել։ Մարդուկը իր հիշողություններով ի սկզբանե թեյը ստեղծվել է ոչ թե mass market-ում ուղղակի որպես մի հատ գնանք, չգիտեմ, երիցուկով թեյ առնենք, որ խմենք կամ բան, ինքը ստեղծվել է որպեսի նվիրեն իրան։ Թեյը ինքը էմոցիա է։ Ինչա ինքը memories, ինչա ինքը հիշողություն, որովհետև երբ ենք, որ նստում ենք, չէ, թեյի շուրջ, նստում ենք ու սկսում ենք ասենց որ խոսել, ինչ որ բաներ հիշել եւ այլն, որ թեյը ինքնստինքյան մարդկանց ասենց կապում է ինչ որ ջերմ խոսակցության, ինչ որ հիշողությունների հետ, որ մարդիկ այդ ըմպելիս ինչ որ ասես քաղցր բանել դնում են ու նստում են թեյի սեղանի շուրջ ու սկսում են զրուցել, ինչ որ բառից բառ ինչ որ ասես հիշողություններ են գալիս եւ այլն։ Համար ինքը էմոցիա է։ Ես իր պրոդուկտը ստեղծելիս
ստեղծել եմ էմոցիա, հենց միտքս այդ է եղել, որ ինքը լինի ոչ թե սովորական թե, որ սենց բերեն լցնեն բանի մեջ խմեն անցնի գնա, այլ ինքը սենց համ տեսքը լինի էֆեկտի տեսք ունենա, համ ինքը մարդկանց իրոք դա ինչ-որ էմոցիա, ինչ-որ հիշողություն, թեկուս այդ խոտաբույսերի հոտը, որ շատ են դուրս տանում Հայաստանից ինչ-որ մի կտոր, թեկուս այդ խոտաբույսերը մարդկանց, որ Հայաստանից ինչ-որ մի կտոր, ինչ-որ մի հիշողություն այդպես հաղորդեն։ Ինչ դժվար պահեր եք ունեցել։ Դե պարզայի, որ շատ փոքր է բիզնեսը ու ինչ-որ շատ չնչին գումարով գնում ու հավաքում ես սենց խնամքով որ բան ու մեկ էլ օրերից մի օր այդ պարկը ինչ-որ մի պարկ բացում ես ու հասկանում ես, որ այդ ամբողջ պարկը սենց մեջից ինչ-որ բան է թռնում այդ պարկի մեջից ու դու այդ ամբողջ պարկը չէ, պարկերը, որովհետև մտածում ես, եթե այս մեկի մեջ կա, դա հաստատ կլինի վարակիչ ու մնացածն էլ ոնց էլ չլինի, անցած կլինի, որտեղ կողքի այդ պարկերը ինչ-որ դասավորած են ու սենց ամենասկզբից դու այդ պարկերը տանում ես ու սիրուն թափում ես աղբը, այլ տարբերակ չունես, այդ ժամանակ իրականում շատ բարդ էր, որովհետև այդ են ամենասկիզբն էր ու շատ դժվար էր, այդ իմ համար սենց մի հատ կատաստրոֆա էր, որովհետև շատ ցավալի էր, որովհետև սենց շատ խնամքով, երբ որ դու առնում ես, հետո տեղափոխում ես մաքուր պարկերի մեջ եւ այլն, գուցե չունես այդ սկզբնական փուլում այդ ամեն ինչի գիտելիքը, թե ինչպես ճիշտ պահես, գուցե չէ, հաստատ չունես այդ ամեն ինչը լտենց չես ուսումնասիրել, ոնց որ ասենք տարիների ընթացքում, թե փորձը, թե արդեն ինչ-որ քո արդեն ուսումնասիրած է ինչ-որ նոր գիտելիքները եւ այլն, ու այդ ամեն ինչը սենց գնում ընկնում է ջուրը, դա երևի ամենացավոտ ու ամենատհաճ բաներից է, որ հիշում եմ։ Ճիշտն ասեմ, երբ որ ես սկսեցի զբաղվել այս ամեն ինչով, սկզբում իմ համար սա ուղղակի ինձ զբաղացնելու ինչ-որ միջոց էր։ Ազնիվ խոսք, ես չեմ մտածել, տենց այն որ ասել եմ դե լավ, կստացվի, չէ, մի բուդու զավարաչվեց, տենց էլ իրականում մտածել եմ։ Ու երբ որ առաջին խանութը, Նռնենի House-ը, Լուսինե ջան, շատ շնորհակալություն, եթե դու կդիտես, հա։ Իրանց հաճախորդներից եմ շատ հավանում։ Նռնենի House-ից ինձ զանգեց Լուսինեն ու մի անգամ չէ, երկու անգամ չէ, բա մենք ուզում ենք ձեր թեյերը, որ վաճառվեն մեր ցուցադրված լինեն մեր խանութում։ Այդ ժամանակ սենց այն որ ասում եմ, դե չէ, ոնց որ ես հələ դրան պատրաստ չեմ, բան 1, 2, 3, 4 ու ես հասկացա, որ չէ, ոնց որ պետք է ու ոնց որ Լուսինեի սենց շատ այդ բանով իրանք իմ առաջին այսպես ասած գործընկերներն էին, ես տենց չէի էլ մտածում, որ սենց ինչ-որ խանութ կզանգի, կասի, գիտեք, ես ուզում եմ, այն էլ քաղաքի կենտրոնում, տենց բավականին, հա, բավականին տենց լուրջ խանութ է։ Ու այդ եղավ երևի ինչ-որ, այսպես ասած, մի բան, որ ինձ հրեց, որ չէ, այդքան էլ սենց խաղալիք չի, ոնց որ կարելի է մտածել ավելի ոնց որ մասշտաբային, հաջորդ ոնց որ ազդակը, որ եկավ, որ ինչ-որ բացի Instagram-ում սենց հատիկով ինչ-որ դավայ եկեք նվիրենք իրար թեյը եւ այլն, եղավ այն, որ ինձ ինչ-որ մի օր զանգահարեցին ու ասցին, գիտեք, մենք ուզում ենք ձեր թեյերից պատվիրենք, բայց մի այսպիսի նյուանս կա, որ մեր լոգոն էլ պետք է լինի ձեր տուփի վրա։ Ասացի, հա, դա առաջին ու հələ չգիտեի, թե ինչի մասին է խոսքը։ Ասացի, լավ, խնդիր չկա, բայց նա հասկանամ իր կազմակերպությունն է եւ այլն։ Ասցին Արարատ կոնյակի գործարանն է ու պարտադիր մենք ուզում ենք, որ մեր լոգոն էլ լինի ու ճիշտ ասած, սենց չմտածեցի, ասցի, հա, հաստատ կլինի, ոնց որ խնդիր չեմ տեսնում այդտեղ ու դա առաջին կոլաբորացիան էր, որ Արարատ կոնյակի գործարանի հետ Շատ մասշտաբային կոլաբորացիա է ասում, որովհետև Արարատ գործարանի հետ կոլաբորացիայի հետ մեջ մտնելը մեզ չի որ ամեն մեկը կարա իրան թույլ տա։ Ու իրականում ոնց որ ամեն հաջորդ, այսպես ասած, քայլից դու ինչ-որ բան սովորում ես, եթե օրինակ իմ մտքով մինչև դա չէր անցնի, որ կարելի է կազմակերպություններին առաջարկել, որ եկեք կոլաբորացիայով հանդես գանք կամ
դուք կարող եք, չգիտեմ, ձեր աշխատողների նվերները պատվիրել մեզանից, թեկուզ ձեր լոգոյով եւ այլն։ Անկեղծ երբ որ սկսում էի, չգիտեի, որ 5 տարի հետո ինչա լինելու, երբ որ գրում էի բիզնես պլան, գրում էի կարճաժամկետ, ինչ որ 3 տարվա ժամկետով ու անկեղծ sense շատ բաներ ինչը որ sense սպոնտան տեղի ունենում, ընդհանրապես ներառված չէ բիզնես պլանի մեջ։ Ու ամեն դեպքում իմ ճանապարհին հանդիպած ցանկացած մարդու շատ շնորհակալություն, որովհետև եթե չլինեին այդ մարդիկ, կարողա տենց ինչ որ կեսից ես փոշմանեի, իսկ ամեն հաջորդ մեծ պատվերը ազարտ է ակցիոն իրականում ու դու sense փորձում ես ավելի մեծ Իսկ հետագա 5 տարվա ընթացքում որտեղ եք դες տեսնում։ Ճիշտն ասած, իմ մեծ երազանքներից մեկը դա ունենալ շատ փոքրիկ, չեմ ասում տենց ինչ որ բան, բայց թեյարան, որտեղ կլինի memories-ը ու կլինեն ինչ որ հետաքրքիր թեյի, այսպես ասած, թեյի հետ սազող ինչ որ բաներ կմատուցվեն։ Ոնց եք հասցնում, որովհետև երբ որ որպես մամա գիտեմ ինչքան դժվար է համատեղել մամա լինելը ու ինչ որ բիզնես հատկապես իրականում որ ասեմ շատ հասցնում եմ նկատել եմ դրա համար եմ ուզում բանանում չէ ես ընդհակառակը նկատել եմ որ հասցնում եք հիմա չփորձեք շերեք որ չեք հասցնում я в это не поверю եթե իրականում հասցնում եք Եթե հասցնեի, չէ, ես կարծում եմ, որ եթե հասցնեի այն ինչը որ իմ պատկերացրածով հասցնելը, բիզնեսս կլիներ մի քիչ ավելի մեծ, երկրորդ հարցը կլինի։ Լավ։ Կա 2 փոքր երեխա, բիզնեսը դա երրորդ փոքր երեխան է ու փորձում եմ ինչ-որ ձևով բալանսի բերել ու էլի շատ շնորհակալություն իմ ամուսնուն, որ ինձ ամենտեղ որ օգնում է, եթե ինչ-որ բան չեմ հասցնում, չգիտեմ, օրինակ պակետիկներ եկել է, պետք է գնալ տամոժնյա, որ ռաստամոժ կանել, հրաշճան, խնդրում եմ, կամ չգիտեմ, երեխեքին 2 ժամ նայի գնում եմ հարցազրույց, տենց շնորհակալություն հրաշ, որ օգնում եք Հա, իրականում շատ շնորհակալություն, բայց էլի նենց չի, որ ամեն ինչ հասցնում եմ, շատ բաներ օրվա ավարտին հասկանում եմ, որ ուղղակի դաժե չեմ բացել, չեմ արել, սենց լիքը բան Մի շատ զվարճալի դեպք հենց ամենասկզբից, երբ որ նոր էինք արտադրում, մի աղջիկ կար, որ պարբերաբար ինձնից Christmas memories-ներ առնում, երևի տենց 2 շաբաթը մեկ, մի 2-3 տուփ ինքը այդ թեյը գնում էր, ու մի օր ասացի, կողո ինչ-որ ուրիշ բան ուզենաք փորձեք, ու ասեց, վայ, չէ, ինչ եք ասում, Այս հազիվ մեր տատիկի համար քննադեղ ենք գտել, ասում այսինքն, ասում դե ինքը ընդհանրապես անկնություն ունի, այս վերջին անգամ որ համընկավ, ձեր թեյը խմեց ու ընտիր քնեց, հաջորդ որ ասեց այն թեյից էլ չկար տենց 2-3 գիշեր տատիկը փորձարկել է, հասկացել որ խմա ու շատ լավ ու մինչև առավոտ քնում է։ Юрослав, очень сильно просто։ Հա, դե իրականում դարչինը նանանի է, հետ լավ ճշում են իջացնում։ Ու անկեղծ որ համ ծիծաղում էի, համ դեռ sense վախ կար մեջս, հետո որ պատվիրում էի, շաքար էի հետո դնում, ասում էի, որ sense բալանսի վերենք, տատիկին շաքարով տվեք էլի թողել թեյ խմի։ Ցանկացած մարդ, ով հոգի է դնում իր ստեղծածի մեջ, իր պրոդուկտի մեջ, ես իմ հոգին եմ դնում այն ինչի մեջ, ինչը որ իմ սերը, հոգին, իսկ ես սիրելով եմ անում այս գործը, ու ինձնից ինչ որ մի կտոր ես դնում եմ այս արտադրանքի մեջ, ես դնում եմ ինչ-որ իմ հիշողությունները, որոնք կապված են իմ օրինակ մայրական տատիկի հետ, որը այդ սերը դեպի թեյը այնտեղից է եկել եւ այլն, դրա համար ինձ թվում է իմ թեյը ինձ է նման, ասենց ինպես թեթև բարի երևի։ Հենց Արարատ կոնյակի գործարանի հետ այս տուփի հետ ենք կոլաբորացիա արել, ու այդ Դրանից հետո, չգիտեմ, գիտեք թե չէ, կոլաբորացիա ենք արել նաև այս տուփով TeamViewer ընկերության հետ, ինքը բավականին մեծ ծրագրավորման ընկերություն է, որը արդեն հա, այս իմ առաջին երևի ինձ հաջողություն բերած տուփերն է, իրականում ամենալավը սա է վաճառում, սա որ ասեմ տենց չէ, բայց ինքը ինձ իրոք հաջողություն բերած տուփն է ու դրա համար ինքը մնում է։ Իրականում, հա, այնտեղ գտնվող հայերի համար այս մի կտոր մեր բնության հոտն է, մեր բնության ինչ-որ մի փոքրիկ բնությունն է, մեր այսպես ասած բաժակի մեջ, հա, ես
սա ոչ միայն ուղղակի թե է, այլ մի կտոր մեր Հայաստանից ձեր բաժակների մեջ, այսպես շատ եմ խոսում, ու հիմա как раз սեզոնն է, երբ որ շատ մասսայական տուրիստներ են գալիս, ոչ միայն տուրիստներ, նաև մեր հայրենակիցները, որ գալիս են, տարեք այստեղից մի կտոր, այսպես ասած, Հայաստանի բնությունից, տարեք, վայելեք, հիշեք, Եվ վերադարձեք Եվ նորից վերադարձեք, հայրենիք։ Ինչ կցանկանաք Ումային։ Ումային կցանկանանք, որ մենք միասին, ինչպես սկզբից խոսել ենք, այս ճանապարհը անցնենք ու հասնենք այնտեղ, որտեղ դուք ի սկզբանե պլանավորել եք հասնել եւ ինչու՞ չէ ավելի ընդլայնվեք, ոչ թե չբավարարվեք այդ պլանավորածով, այլ ավելի ընդլայնվեք։ Ամենաշատը ինչի համար եք շնորհակալ Աստծո։ Ամենաշատը այդ բոլոր մարդկանց, որ ես իմ կողքը ունեմ։ Ես ունեմ, այսպես ասած, թիմ։ Իմ ընտանիքի, իմ ընկերների, այսպես ասած, ոնց են ասում, во главе их всех, ես ունեմ sense մի հատ ուժեղ թիմ, որոնք ինձ համար իրականում թևու թիկունք են ու ես հաստատ գիտեմ, որ ցանկացած պահի ցանկացած հարց ինչ որ ցանկացած բան, իրանք եւ ես եմ իրանց համար պատրաստ եւ գիտեմ որ իրանք են պատրաստ ու ես Աստծուն ահավոր շնորհակալ եմ այդ մարդկանց համար, որ ես իմ կողքին ունեմ։